Բարի երեկո ժողովուրդ ջան, մի հատ լսենք էլի։ Բարև ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ով նայել է մեր երեկվա ոդկասթը ամբողջությամբ եւ չի արել մակերեսային դատողություններ։ Ես ընդունում եմ, որ շատ մարդկանց համար կոնտեքստից կտրված այս ձևակերպումը անհաջող էր։ Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով ամենակարևորն են։ Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին։ Պոդկասթի ժամանակ մենք խոսել ենք, որ ըստ սոցիոլոգիայի, նարկոմանիայի, դեպրեսիայի եւ խաղամոլության ցուցանիշները ավելացել են փոքրիկ խմբակի ժամանակ։ Մեր ժողովուրդը քանդվում է ներսից։ Հարց տամ. քֆուր տվող կինը նորմալ է։ Այս փոքրիկ խմբակի կողմից ոչ մի բան չի արվում այս խնդիրները լուծելու համար։ Հակառակը, դրանք ձեռնտու են իրանց։ Ինչքան մարդիկ թաղված են խնդիրների մեջ, այնքան քիչ են մտածում իրական խնդիրների մասին։ Մի հարց տամ ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին։ Հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպումը, թե այն որ ես խոսում եմ այս խնդիրների մասին բարձրաձայն։ Առողջ հասարակությունը եւ առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու է մեր գլխավոր նպատակը։ Առանց առողջ հասարակության, առողջ հոգեպես, առողջ ֆիզիկապես եւ առողջ բարոյապես ուժեղ Հայաստանը չի կարող լինել։ Ուրեմն ասեմ, որ կարդալուտ համար 3, որտեղ աչքերից դերևում է, որ դու կարդում ես, ախպեր ջան, այդ քո բառերը չի, առավել եւս, որ դու տենց լեքսիկոն չունես, էլի։ Ինչ ասում է կոնտեքստից կտրած, ուրեմն քո այն ամբողջ եթերը ինչ չի հուզում ու չի հետաքրքրում։ Կոնտեքստից ինչն է կտրած։ Կոնկրետ քո ասած արտահայտությունները, որ դու նվաստացնում ես հայ կնոջը, որ դու նվաստացնում ես Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց, որ դու նվաստացնում ես մեր հանրապետության տղամարդկանց, որ իրանք չկան, էլի, որ դու նախարարություն պետք է բացես ու բոլոր կանայք կլինեն բավարարված։ Մի հատ արի այդ բառերդ մի հատ բացատրի, պետք չի հելնել կռուտիդ, մուտիդ անել, ասես ինչ որ թուղթը դրել են դեմդ կարդում ես, ինչ ես անում, ինձ вообще չի հուզում դա։ Դու դրել ես մեր կանանց նվաստացնում ես։ Դու ես չեմ հասկանում, քանի գրամա քո ուղեղի այդ պարունակությունը, որ դու նստես նման արտահայտություն անես։ Ես հասկանում եմ, որ դուք Ռուսաստանի չասեմ ինչերի հետ եք շփոթել, բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, տղա ջան։ Դու պատկերացնում ես Հայաստանի Հանրապետությունում դեռ կան մարդիկ, որոնք թասիբ ունեն, պատիվ ունեն, ընտանիք հասկացողությունը գիտեն, դրա սրբությունը գիտեն։ Դու եկել ես ինչ ես խոսում։ Կարող է գիտես սրտվկարն է Ռուսաստանի կամ կալուգան է Ռուսաստանի։ Դու հիմա նստել ես ասում ես ես խնդիրներ եմ բարձրաձայնում։ Տոլավ է։ Ախպեր ջան, ստե լիքը բլոգեր կա, որ այդ խնդիրները բարձրաձայնում է։ Մեզ խնդիրներ լուծողներ ա պետք, փառքը շատ ունենք լուծում են։ Խնդիրներ ա բարձրաձայնել։ Սեռական կողմնորոշումը կամ մարդու բավարար լինել չլինելը, էսի ազգի խնդիրն է, հա քո կարծիքով։ Ուրեմն այդքան խնդիրը թողած, ընկել ես կանանոց հետևից, հա։ Սովորեք, չէ եղել։ Ինչ ուզեք, ոնց ուզեք, ում նկատմամբ ինչ վերաբերմունք ուզեք ցուցաբերեք։ Դուք միջև հիմա թաթերի չեք գալիս, որ սա ժողովրդավար իրավական պետություն ա դարել։ Տղա ջան, ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Դու թիրախել ես ժողովրդավարություն այդ հասկացողությունը, քո պահվածքով։ Դու դրե ձեռ ես առեմ ես, որ ինչա թե ժողովրդավար պետություն ենք, ուրեմն դու կարաս ինչ քեզ ուզենաս բրթսնես։ Հիմա հասկացար որ տենց չի։ Այտենց չի, տղա ջան։ Մենք իրավական պետություն ենք։ Բոլորը օրենքի դեմ հավասար են։ Իսկ ինչ հասնում է քֆուր տալուն։ Եթե քեզ կգան քֆուր կտան, դու սուսուփուս նստի ճաշդ կեր։ Եղավ։ Ես չեմ պատրաստվում չպատասխանել։ Հասկացար, ով ինձ քրվեց, տասնապատիկը լցնելու եմ վրեն։ Հասկացար տղա ջան, ու դու չպետք է ինձ ասես, ես քրվեմ տվյալ անձնավորությանը, թե ոչ։ Իսկ հիմա քո արածը, ես քեզ ուղիղ եմ ասում։ Դու հիմա հելել ես յուղ ես վառում, բայց ես քեզ ուղիղ եմ ասում։ Դու ես ինչ որ արտահայտեցիր, դու լը պատկերացրու քանի հարգանի քֆուրներ ա եկել։ Քանի հարգանի։ Պրոստը մարդիկ իրանք թույլ չեն տվել համացանցում նման բան անեն։ Հասկացար, իսկ ես Մերի Տոմոյանս ուղիղ քֆուր տված չկամ, բայց եթե շատ ես ուզում, կանեմ, դա էլ կանեմ, բայց քո դեմ աչոտ չեմ տալու հաստատ։ Ով եկավ իմ էջ, ով ինձ ավել պակաս բառեր գրեց, համահունչ վրեն էլ տասնապատիկ ստանալու է, հասկացար։
Վերադառնամ ժողովրդավար պետության հասկացողությունը։ Դու ստեղ ուզեցել ես ձեր առնես, որ տեսեք ինչ ուզում անում եմ, էս էլ ձեր ժողովրդավարությունը, որ ժողովրդին հունից անես, որ ժողովուրդը այդ ժողովրդավար բարից զզվի, բայց չի ստացվելու քո մոտ, տղա ջան։ Քանի մենք բոլորս կանք այն ժողովուրդը, որ սատարում է ժողովրդավար պետություն ստեղծելու համար, այդ բոլոր ժողովուրդը քանի կա, քո մոտ չի ստացվելու։ Փառքը շատ օրենքներն էլ ունենք, իրավապահներն էլ ունենք, ու ամեն չասեմ ինչի վաստակ պատասխանա տալու, եթե հանկարծ փորձի իմ ազգին նվաստացնի։ Իդեպ քեզ ասեմ, որ թուրք անգամ չի կարողացել նման արտահայտություն անի մեր ազգի նկատմամբ, բայց դու արեցիր։ Հիմա ինչ կռուտիդ կբերես, ինչ մուտիդ կբերես, այնտեղ կֆրցնես, ես իմ ինչ կանես, չէ, տղա ջան, հստակ դու արտահայտվում ես, հստակ երևում է դու ինչի նկատի ունես, սա դեբիլ չկա, էլի կներես, էլի, բայց քո հետ մի համեմատի, հա, տղա ջան։ Մենք շատ լավ ենք հասկանում դու ինչ ես արել։ Այնպես որ, այս, չգիտեմ, կիսաներեղություն էր, թե ապրավդվծա էր, տղա ջան, գնա մտածի ինչ ես անում։ Իսկ ես գնալու եմ մինչև վերջ։ Դուք ձեր պահվածքով, այդ ձեր ֆեյքերով, մարդկանց վարքաբեկելով, մարդկանց, չգիտեմ, վարունգի տեղ դնելով, մարդկանց ժեխ ու ոչխար անվանելով, թուրք ու եսիմի ինչ անվանելով, այ դու քո նմանները, որոնք ամբողջ համացանցով մեկ ձեր են առնում։ Ձեր են առնում մեզ, ձեր են առնում ժողովրդավարությունը, ձեր են առնում մեր ղեկավարին, որովհետև դուք ուզում եք մեզ հունից հանեք, որովհետև դուք բոլորդ մենակ մի միտում ունեք, որ ժողովուրդը զզվի ժողովրդավար բառից ու վերադառնա բռնապետությանը։ Անես մի մարդ բերի ղեկավար, որ սաղին կողի խուցերը, չէ տղա ջան։ Մենք հանցագործին էլ կկողենք խուցը ու ժողովրդավարել կմնանք առանց ձեզ։ Իսկ ինչ հասնում է խնդիրների բարձրաձայնելը, ես քեզ նորից եմ կրկնում։ Բարձրաձայնող գիտես ինչքան կա, այնա կիլոմետրերով կանգնած են։ Մեզ լուծող է պետք, ու այդ լուծողին մենք ընտրել ենք, հասկացար։ Դու եթե հայ կինը, մայր հասկացողությունը, քույր հասկացողությունը հայ ազգի մեջ հարգեիր, դու երբեք քեզ նման արտահայտություն թույլ չէիր տա։ Բայց ես վստահ եմ, որ դու քո ընտանիքից դուրս ոչ մեկին հարգել չգիտես, բայց մեր պետությունը եւ օրենքը կստիպի յուրաքանչյուր թուլի հարգի մեր ժողովրդին։ Յուրաքանչյուր թուլա, ով որ կգա, կփորձի իմ երկիրը նվաստացնի, իմ ժողովրդին նվաստացնի, սեռական ինչ որ տարբերություն դնի, գա ինչ որ կանանց ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերի, կամ մեր տղերքին, մեր տղամարդկանց ինչ որ փորձի նսեմացնի, օրենքով պատժել է, իսկ ամենաթույլն է, որ կստանա յուրաքանչյուր թուլա։ Ուրեմն ականջի տող արա տղա ջան, որ փոքրիկ խմբակը դուք եք, հասկացար, այդ փոքր խմբակ։ Մենակ ես իմ թիմով ինձ հաշվեմ, ձեզանից շատ ենք։ Եղավ, այս հարցում նենց որ թուլացի։ Ես հասկանում եմ, որ կարող ապատայի դու չհասկանաս, էլի, թե ինչ ես խոսում։ Այդ մեկը չեմ բացառում, որ կարող է բլթսնես, բայց չջոգես ինչ ես ասում։ Բայց արի ես քեզ բացատրեմ ինչ ես ասել։ Դու այդ խնդիրը, որ բարձրացայնել ես, դու առաջինը, այդ որ ասում ես անբավարարվածքին չի լինի, այսինքն դու փաստում ես, որ մեր կանայք անբավարար են, այսինքն դու փաստում ես, որ մենք տղամարդ չունենք։ Արա մեր տղամարդիկ մեր սահմանն են պահում։ Հասկացար, լսի այ փոքր խմբակ, քեզ հավաքի, բերանդ էլ հավաքի, որտեվ քեզ ոչ մեկ թույլ չի տա, անգամ ես կին հալովս թույլ չեմ տա քեզ, որ դու մեր տղամարդկանց մասով ինչ որ մի բան բլթսնես։ Հասկացար, այնքան տղամարդ են, որ երկիր են կառուցում, ոչ մեկին չեն խաբում, սահմանին կանգնած ծառայում են ու երկիրն են պահում, հասկացար, ոչ թե քո նման բլոգերություն անում։ Հասկացար։ Նստել ես խնդիրներն ես բարձրաձայնում, լուրջ ես ասում։ Իսկ հիմա գնա մտածի ոնց ես հայ ազգի դեմ ներողություն խնդրելու, կապ չունի ընդդիմադիր չի, Փաշինյանին նա սատարում, չգիտեմ, քոչվորին նա սատարում, կապ չունի, իմ համար մեկ է։ Հայ կինը մնում է հայ կին, հայ տղամարդը մնում է հայ տղամարդ։ Դու երկուսին էլ կպել ես, վիրավորել ես։ Սեռական խտրականություն ես դրել։ Ինչ որ գալիս ես բավարարվես, ցլիկ ես կտրել էլի գլխներիս, սկարաստրել։ Մտածի ոնց ես ներողություն խնդրելու։